Այս նյութով ուզում եմ մի հատ բան օրինակով ցույց տամ, մի շատ կարևոր բանի մասին խոսենք, երբ որ բոլորի այգիներում սխալները տեսնում ենք, ոչ թե սխալները նպատակ ունեն ուրիշի աշխատանքները վարկաբեկելու, մերը գովաբանելու, այլ նպատակն է, որ մեր փորձով, մեր տեղեկությունը փոխանցենք բոլորիս, գլխարած անողները լավ սկսեն անել, հասկանալով անեն այգեշինությունում, այգու տերերն էլ տեղեկացված լինեն։ Տեսեք, այս այգու վրա նորից օրինակը հանձնեմ հիմնական նպատակին, բուն իմաստին, ստեղ մոնտաժել է եղել, գազոնել է ցանված եղել, նայեք, լրիվ գազոնը ցանված ու ամբրանը երբ որ տեղ վառվում էր, ցնցուղների տեղաբաշխվածությունը համահունչ չէր արված, շատ հեռու էր, ծայրամասերով էր լինում եւ մեջտեղները միշտ այրվում էր։ Բայց իմ այսօրվա գլխավոր ասածիս այս նյութի հիմնական իմաստը հողի որակի մասին է։ Նայեք, ես ինձ իմացած տեղեկություններով այս այգում նայեք, ասենց բարձրությունը նայեք, սա լուկերի տեղն ենք փորել, մոտ 30 սանտիմի չլենք, սևահող է լցրած, տեսքից նայում ես սևահողա, գազոնա ցանած, ինչի եմ հենց ջրի վրա պահում, նայեք, ստե հինտրուբաներից երբ որ վնասվեց ջուրը թափվեց, երկար ժամանակ այս ջուրը չի քաշում, չի ծծում, այսինքն չի ներծծվում, ճահճացած մնում է։ Հողը կարծեմ, ըստ իմ տեղեկությունների, ապոնանի սևահողն է։ Ինչի եմ ասում, որ սրա կավայնությունը շատ բարձր է, նայեք, երբ որ ինքը մի քիչ խոնավ է, պլաստիրին է դառնում, նայեք, ցույց եմ տալի, խնդրում եմ ժողովուրդ ճիշտ հասկացեք։ Հողը ճիշտ ընտրեք, սևահող մենակ գույնին չեն նայում, նայեք, ինքը եղավ պլաստիրին, պինդ պլաստիրին ու պոկելուց սենց չի փշրվում, թափվում։ Կամ երբ որ սա քարակալում է, չի պոկվում, չի այս կոշտերին երբ որ ձեռ ես տալիս, սենց հեշտ չի փշրվում, նայեք ինչ է դարել ինքը։ Իսկ գնձիկային հողը ձեռքիդ մեջ սենց շատ մանր, հեշտ փշրվում է, բրինձի հատիկներ է դառնում։ Եվ կարևորը գազոնի խառնուրդը, նորից ցույց տամ, նայեք, հողի շերտը, տեսեք, գազոնա ցանած, չէ, հողի շերտը, նայեք շերտերը, այսինքն կարմիր ավազի շերտ, նորից սևահող։ Ինչ եմ դրանով ուզում ասեմ, լավ սրա վրա ցույց տամ, երբ որ չիմը հանել ենք դրե կողքին, հողի շերտի տարբերությունը զգացվում է, չէ, այսինքն սևահողաբերված ու իրոք խի ասեցի էլի, բարձրությունը ցույց տվեցի, լուրջ ծախսարած, լիցք արած, գազոնացանած, բայց ինքը ընդհանրապես շնչող հող չի, նայեք, բացարձակ շնչող հող չի, այսինքն հողի խառնուրդ չի սարքած, օրինակ հողախառնուրդը երբ որ պատրաստվում է, ինչի է պարտադիր է 3-ին 1 ավազային խառնուրդ ստանալը, շլագը արել են ներկա ցանողները, չգիտեմ էր նախկին ցանողն ով ա եղել, ինչ ա եղել, ուղղակի տենց այն որ մի հատ բառ կա, տենց գլխարատ էլի յաբախտի, արե փռե գնացել են, նորից եմ ասում, բացարձակ ոչ մի անձի հետ խնդիր չունեմ, ոչ էլ ունեցել եմ, ոչ էլ կունենամ, պարզապես գործի որակը ճիշտ արեք, ճիշտ պահեք։ Հիմա գուցե շատերը ասեք, դե հեսա էլի խատը կանաչ է, էլի լավ էլ կանաչ, էսի գարնան բերան ասենց։ Քիմիական պարտեզում մի քիչ կանաչացնում ես, նորից ամբրանը խնդիրներ է առաջանում։ Երբ սա նորից ասեմ, հողը պետք է 3-ին 1 ավազ լինի։ Օրինակ մենք լստում ենք 5 հատ կարմիր, 5 հատ սևահող, գնձիկային հող, սենց կոշտ հող չէ, բրինձ հող, որ նույնիսկ թրջվում է, սենց վերցում ես բեռի, սխվում ես, չի քարակալ, ուղղակի այս հողից չկա ստեղ որ ես ցույց տամ էլ այդ գնձիկային հողից։ Ու 2 հատ կարմիր ավազ, մի հատ օրգանական պարտանյութ։ 5-2-1 հարաբերությամբ 2 անգամ կրկնակից ավել խառնվում է, տրամբով կա, փռվում, տրամբով կարվում, սերմը ցանվում, սերը սկվում ծածկում մեր աշխատանքներից։ Շատ օրինակներ մեր նյութերում կարաք նայեք, սա խի եմ ասում։ Հարած ամեն ինչը նորից տարիներ հետո մարդիկ ծախս են անում, նորից քանդում, նորից հավաքում։ Հիմա գազոնինը դեռ ստե ոչ մի փոփոխություն չենք անի, մոնտաժն ենք մենակ անում, այսպես նայում ենք ոնց որ ոչ մի
ավազի խառնուրդ չլինի։ Նայեք, քարակալած, ճահճացած հողը։ Խի ճահճացած հողը չի կարող լավ ներծծվի, չի կարող տակի խոնավությունը դուրս գա, ավազի խառնուրդը շատ կարևոր բան է հողի բուսականության ամեն ինչի համար։ Հիմնական նյութի իմաստը, նորից եմ ասում, դա էր, որ հողը մենակ չի նշանակում, որ ինքը սև հող եղավ եւ վերջ։ Հողը պետք է լինի գնձիկային սև հող, կավայնություն չպետք է լինի մեջը, որ չկպցեխմես բռովոտ իրար կպնի ու դուր պլաստիրինի պես բան դառնա։ Այսքանը